Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք հին կտակարանից առակների գրքից 14-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 10-ից 12 համարները։ Ինչպես որ գիտեք, մեր առաքելությունը հիմնված է սովորեցնել եւ աշակերտել Աստծո խոսքով։ Ու դրա համար մենք քաջալերում ենք բոլորին, որ դուք էլ նույնպես ձեր ավետարանության պարտականությունը կատարեք եւ երբ որ ստանում եք այս պատգամները, ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Անհրաժեշտ է, որ ընդմիշտ եւ ամեն դեպքում եւ ամեն ժամանակ Աստծո խոսքի մեջ լինել, սովորել Աստծո խոսքը, որովհետեւ Աստծո խոսքը Աստծո շունչն է եւ մեզ պետք է որ մենք առնչվենք Տիրոջ հետ, քանի որ երբ որ մենք բացում ենք Աստծո խոսքը, Սուրբ Հոգին է, որ մեզ դասավանդում է։ Ուրեմն հարգելիներս, վերնագիրը այս չորեքշաբթի օրվա սերտողության Աստված մեր սրտի եղածը եւ խորքը մեր մտքերի գիտի։ Նախքան սկսելը եկեք մի բան մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ անունով, շնորհակալություն ենք հայտնում քո բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար, եւ Տեր խնդրում ենք ուղղակի այսօրվա սերտողությունը դու Սուրբ Հոգով մեզ դասավանդես, աշակերտես, աղոթում ենք մենք մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում ենք նրանց առատորեն օրհնեք եւ զորացնես, որպիսի նրանք որևիցե եւ ցանկացած հարցերի շուրջ Տեր ինչ որ խնդիրներ կամ հարցեր կան իրենց կյանքում, աղոթում եմ ուղղակի դու իրենց կատարյալ լուծում տաս եւ օրհնես ու զորացնես նրանց։ Ու նույնպես եւ այսօրվա սերտողությունը խնդրում ենք, որ Սուրբ Հոգին մեզ միմիայն դասավանդի ու մենք էլ գալիս ենք հնազանդ կերպով կարդալու ու ուշադիր լինելու սովորելու քո խոսքերը։ Աղոթում ենք Հիսուսի անունով։ Ամեն։ Հարգելիներս, ուրեմն Տերը լավ գիտի ամեն բան, որ կատարվում է մարդու սրտում։ Եվ նրա բոլոր մտքերն ու զգացմունքները, մարդու զորությունը եւ երջանկությունը միմիայն Աստծով կարելի է լինել։ Եթե հիմնվես Աստծո խոսքերին, կամքին եւ հենվես նրա վրա, կլինես կյանքում բավարարված եւ ուղղապես հանգիստ։ Գիտեք, հարգելիներս, երջանկությունը ունեցվածքով չի գալի, երջանկությունը հաջողություններով չի գալի, որովհետև անընդհատ մարդը փնտրում է ավելին եւ ավելին եւ ավելին։ Բայց երբ որ Աստված ունես, հագեցած ես Աստծով եւ նրանով, ու քանի որ Սուրբ Հոգին ունես, եթե վերստին ծնված եւ ապաշխարած անձնավորություն ես, հետեւաբար դու ունես Աստծուն քո մեջ եւ բոլոր զորությունները փառավոր հարության։ Առանց Աստծու շատ դժվար է այս կյանքը, նամանավանդ այս ժամանակներում, եւ իհարկե ասեմ շատ դյուրին է շեղվել եւ տրվել ստերին։ Տերն է միակ ճշմարիտ կողմնացույցը մեր կյանքում։ Եվ ինչու եմ սա ասում, որովհետև գիտեք այսօր բոլոր երկրներում, այսինքն ոչ մի երկիր այսօր չկա, որ զերծ է այս իրավիճակից, քանի որ մենք հավատում ենք, որ արդեն Տիրոջ երկրորդ գալուստը մոտ է եւ ինչ որ մարգարեությունները խոսում է նախքան Հիսուսի գալը ինչ պետքա լինի, ուրեմն մենք գիտենք պարզապես, որ այս ամենը ինչ որ տեղի ունենում, այս անհաշտությունները, պատերազմները, պատերազմի լուրերը, այս ամեն ինչը պարզապես հասկանալի է, որովհետև Աստծո խոսքը դրա մասին խոսել է։ Բայց այսօր առակների գրքի մեջ այս ուսումնասիրությունը, որ պետք է կատարենք 14-րդ գլուխ 10-ից 12 համարները, մեզ ավելի թող խաղաղություն բերի իմանալով, որ նա ով Աստծո վրա է հիմնված եւ հենված կունենա խաղաղություն ու երջանկություն։ Եկեք ուրեմն սկսենք 10-րդ համարից գրածը սիրտը գիտի իր հոգու դառնությունը, նրա ուրախության ուրիշի չի միանա։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Մարդու սրտում իր հոգու խորքում, այսինքն այսպես ասած, ինչ որ կատարվում է, ոչ մեկ չի կարող իմանալ։
որովհետև այն ինչ որ մարդու մեջ կատարվում է, եթե չկիսվի ուրիշների հետ, ինչ որ կատարվում է նրա սրտում, նրա հոգու խորքում, պարզապես մնում է իր մեջ։ Եվ շատ բաներ մեր աչքից իհարկե թաքուն է մնում, բայց Աստծուց դա աննկատ չի։ Հետևաբար չպետք է խաբվենք ուրիշների դիմակներից, այսինքն շատ անգամ հավատացյալները մեղավորներին նախանձում են ու իրենց թվում է, որ անհավատը ավելի լավ կյանք է ապրում, քան իրենք, բայց իրենք ամբողջ պատկերը չեն տեսնում, քանի որ Աստված չեն եւ չեն կարող նրանք խորել ու հասկանալ ինչ է կատարվում դիմացինի սրտում եւ մտքում։ Սակայն նրանք ամբողջ պատկերը, այսինքն չտեսնելու պատճառով իրենց թվում է, որ ամեն ինչ նորմալ է, բայց դա իրականում դա այդպես չէ։ Այս համարը ուզում է ասել, որ մարդկանց արտաքինից մի եզրակացրեք որևիցե բան եւ միայն Աստված է, որ հասկանում է մարդու սիրտը եւ ինչ է կատարվում նրա սրտում։ Դրա համար առակների գիրքը մեզ սովորեցնում է, որ մենք էլ նույնպես ուշադիր լինենք այդ հարցերի վերաբերյալ, ոչ մի բան չեզրակացնենք եւ իմանանք ու հասկանանք, որ Տերն է, որ միայն կարող է մեզ լրջորեն, այսինքն հասկանալ եւ պարզ ասած Աստծով է, որ մենք կարող ենք իմաստություն ձեռք բերել որևիցե հարցում եւ ինչ կապ ունի այս հարցը ընդհանուր մարդու սրտում ինչ է կատարվում, որովհետեւ եթե մենք Տիրոջը Աստծուց խնդրենք մենք իմաստություն, հմտություն, կարող ենք մենք ավելի ուշադիր լինել եւ ավելի լավ հասկանալ ընդհանուր առմամբ մարդու էության մասին։ Ուրեմն 11 համարի մեջ էլ գրած է անիրավների տունը կկործանվի, բայց ուղղամիտների վրանը կծաղկի։ Տեսեք, երկու շատ մեծ օրինակ է տալի։ Թեև, այսինքն այս համարն էլ ասում է, որ անհավատի ամենահզոր կառույցն էլ կայուն չի մնալու։ Իսկ հավատացյալը թեև թվա, որ ավելի նվազված ու անպաշտպան է, այսինքն լինելով ոչ հարուստ, ոչ էլ ունենալով ընդլայն նյութական հնարավորություններ, մեկը որովհետև նա Աստված ունի ու նրա բոլոր պատերազմները Աստված է հաղթում։ Նա ծաղկելու է, որովհետև Աստծով նա հզոր է ու պայծառ։ Եվ եթե մենք հիմնվում ենք պալատների եւ անարդարների ու անհավատների հարստությունների վրա, իմացեք, որ ոչ մեկի հարստությունը իրեն չի փրկելու, որովհետև ժամանակ է գալու, որ բոլորս էլ կանգնելու ենք Աստծո առջև եւ եթե անունդ գրաշի կյանքի գրքում, ուզում ես եղի ամենահարուստ անձնավորությունը, միլիարդատեր եւ այլն, միևնույնն է դա քեզ չի փրկելու։ Դրա համար ասում են նույնիսկ անհավատացյալի վրանը, այսինքն ավելի հզոր է, ավելի զորացած եւ կայացած է, քան թե հարուստի ունեցվածքը եւ նրա պալատներն ու եւ այլն։ Պարզ ասած, չպետք է մենք հիմնվենք եւ հենվենք մեր նյութականի եւ փողի եւ հարստության հիման վրա, այլ մենք պետք է հենվենք Աստծո վրա, որովհետեւ նա է, որ մեզ զորացնում է եւ մեր բոլոր պատերազմներն ու խնդիրները նա է, որ տալիս է կատարյալ լուծում։ Եվ ամենակարևորը հիշենք, որ իր փառքի համար է, բայց նա ով ասեմ նաև, նա ով ունի Աստծուն, ապաշխարած, վերստին ծնված, հավատացյալ Աստծու զավակ, նա արդեն փրկություն ունի Հիսուս Քրիստոսով։ Եվ դա շատերի համար ուղղակի ասեմ թե դժվար է հասկանալը կամ ասենք չեն գնահատում իրականությունը, երբ որ մենք մահվան ճանապարհի վրա ենք եւ Աստված մեզ փրկեց, դժոխքից մեզ ազատեց, ուրեմն իմանանք, որ մեծ հաղթանակ ունենք մենք Հիսուս Քրիստոսով։ Եկեք ուրեմն վերջի համարը ուսումնասիրենք, 12 համարն ենք ուսումնասիրում, կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ, բայց նրա վերջը մահվան ճանապարհն են։ Գիտեք, հարգելիներս, սա ինչ է նշանակում։ Աստված այս համարով էլ բացատրում է, որ մարդու քայլերը առանց Աստծու չի հաջողվելու։
շատ համապատասխան է նամանավանդ, որ այսօրվա իրադարձությունների հետ կապված, որ տեսնում ենք մարդիկ լուծում են ուզում տան ինչ որ հարցերի վերաբերյալ, թե իրենց թվում է, որ իրենց խելքով կարող են իրենք հարցեր լուծել եւ այլն, բայց հասկացեք, որ իրականում նա ով Աստծունը չէ, նա ով ապաշխարած քրիստոնյա չէ, նա ով վերստին ծնունդ չունի, նրա ուղեղը պարզապես պայծառ չի, եւ եթե նրան թվում է, որ ամենագետն է եւ ամենահասկացողն է, իմացեք, որ նա հպարտ անձնավորություն է եւ նույնիսկ Աստծուն է նա հակառակում, որովհետև իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, երկյուղն է եւ պարզապես մեր համար անհրաժեշտ է, որ մենք մեզանից, այսինքն մեր նկատմամբ մեծ կարծիք չունենանք, լինենք մենք հավատարիմ եւ համեստ մեր մտքերով եւ գաղափարներով, քանի որ եթե մեզ թվում է, որ մենք որևիցե մեկից առավել ենք, հասկանանք, որ մենք էլ ենք մի ժամանակ մեղքի ճանապարհի վրա եւ դեպի մահ ենք մենք հավիտենական գնում, բայց այս պահին Հիսուսին ունենալով անհրաժեշտ է ավելի համեստ լինել, Տիրոջը նվիրվել, Տիրոջը հնազանդվել եւ խնդրել ու առաջնորդել, որ Սուրբ Հոգին մեզ առաջնորդի, որովհետեւ մենք մեր գաղափարներով կարող ենք ձախողել, բայց Աստծով եւ Աստծո առաջնորդությամբ եւ նրա առաջնորդության տակ լինենք, իշխանության տակ լինենք, մենք կունենանք հաջողություն, որտեղ Տերն է, որ մեզ առաջնորդելու է։ Իսկ դա անելու համար ինչ է պետք։ Պարզ ասած, դրա համար պետք է հնազանդվել եւ հանձնվել Տիրոջը։ Եթե Տիրոջ դեմ ըմբոստանաս ու աշխատես Աստծո դեմ եւ թույլ չտաս, որ Տերը քո կյանքում աշխատի եւ գործի, պարզ ասած, քո զարգացման ընթացքը կձգձգվի։ Դրա համար էլ կլինես Աստծուց ավելի հեռու, փոխանակ Տիրոջը նվիրվես ու Տիրոջը մոտենաս ու թույլ տաս, որ Տերը քո կյանքում գործ կատարի։ Բայց այս մարդկանց մասին, որ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, այս անձնավորությունները իրենք իրանցով են հպարտանում։ Իրենք իրենց կարծիքների նկատմամբ շատ բարձր, այսինքն բարձր կարծիք են իրենց նպատակների եւ կարծիքների եւ գաղափարների վերաբերյալ։ Սա ինչ է նշանակում։ Եթե մենք կատարյալ լինենք, Հիսուսի պետքությունը չենք ունենա, քանի որ մենք կատարյալ չենք, ուրեմն պետք է հնազանդվենք Տիրոջը եւ խոնարհ կերպով Տիրոջը խնդրել, որ նա տա իր իմաստությունը։ Գիտեք, ինչպես Սողոմոն թագավորը, երբ որ Տերը նրան հարցրեց, ինչ կցանկանաս, երբ որ նա գահը բարձրացավ իր հոր մահից հետո, Դավիթ թագավորի մահից հետո, նա խնդրեց, որ իմաստություն տա Տերը, որ իր ժողովրդին կառավարի։ Այլ բան չուզեց, ոչ հարստություն, ոչ առողջություն, ոչ թշնամիների ոչնչացում եւ այլն, ընդամենը խնդրեց իմաստություն եւ Տերը նրան տվեց իմաստություն։ Նա ճանաչվում էր որպես ամենաիմաստուն մարդը եւ մենք էլ նույնպես կարող ենք Տիրոջը խնդրել, որ Տերը մեզ նաեւ տա իմաստություն, նույնպես տա մեզ իմաստություն, որպեսզի մենք էլ իմաստությամբ շարժվենք։ Ուրեմն հարգելիներս, ինչ կարող ենք մենք քաղել այս 3 համարներից։ Առաջի հերթին հարկավոր է, որ մենք Տիրոջը հնազանդ լինենք, Տիրոջը խոնարհ լինենք, մեզանից ավելի, ինչ ասեմ, մեր նկատմամբ բարձր կարծիքի չլինենք, այլ մենք խոնարհվենք Տիրոջը, որպեսզի Տերը մեզ առաջնորդի։ Եվ Աստված է, որ բոլորի սրտերը եւ մտքերը քննում է եւ խորապես դա գիտի, պարզ ասած, մենք ուրիշներին նայելով չպետք է ենթադրենք որևիցե բան, որտեվ մարդիկ շատ, այսինքն այսպես ասած, դիմակներ կարող են հագնել եւ նրանց իսկապես կամ իսկական էությունը կարող ենք չտեսնել, նույնիսկ չենք կարող տեսնել նրանց մտքերը եւ նրանց զգացմունքները, իհարկե եթե չկիսվեն մեր հետ։ Դրա համար ավելի լավ է, որ մենք ուշադիր լինենք եւ Տիրոջ խոսքին եւ կամքին զորավոր կերպով ծառայենք, նվիրված լինենք եւ այս իմաստուն խոսքերը եւ առակների գրքից ինչպես սովորում ենք մենք արդեն այս բազմաթիվ ամիսներ եւ կարելի ասել համարյա թե մի տարի արդեն եթե չեմ սխալվում, կարեւոր է որ մենք անընդհատ
այս ընթացքի մեջ լինենք Տիրոջ խոսքը սովորելու եւ զորանալու համար։ Ուրեմն հարգելի լիներես այս չորեքշաբթի օրվա համար այսքանը, եղեք օրհնված Տիրոջ խոսքերով, Աստված Տերը ձեզ թող օրհնի։ Ամեն։